Պարոն Աշոտյան, տեսանք Եվրոպայից պաշտոնյաներ են այստեղ եւ իշխանական ու հատկապես իշխանամերձ շրջանակները մեծ ոգևորությամբ նշում են, որ միայն այսպես Նիկոլի իշխանության օրոք կարող են այս թվով պաշտոնյաներ գալ։ Բայց հիշում ենք նաեւ, որ 2018-ին հերթական նմանատիպ այցից հետո ինչ հանգրվանի հասավ պետությունը։ Հիմա ինչ սպասել եւ արդյոք այդ այցի առանձնահատկությունը հենց Նիկոլի իշխանության մեջ է։ Նախ եւ առաջ ուզում եմ դիմել սիրելի հայրենակիցներին, բոլոր նրանց, ովքեր այս օրերին, այդ թվում նաեւ այսօր եւ վաղը բարձրաձայնելու են ճշմարտությունը Հայաստանի մասին։ Ձեր հարցից մի տխուր անեկդոտ հիշեցի, երբ որ նիկոլական քարոզչությունը փորձում է այսօրվա հավաքը ներկայացնել որպես նիկոլական հաղթանակ, հիշեցի մի տխուր անեկդոտ։ Անեկդոտը հետևյալն է. ասում է թաղման այնքան մարդ էր եկել, դագաղը 2 տեղ էին դրել։ Այո, սա Հայաստանի աշխարհաքաղաքական թաղման, աշխարհաքաղաքական մահվան, Հայաստանի ռեգիոնալ ոչնչացման հերթական արարի վերածված ցավոք սրտի վերածված միջոցառում է։ Այն, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության հետ ուներ եւ ունի ինստիտուցիոնալ ամենաիրավական առումով ամուր կապը, դա ոչ թե Նիկոլի շնորհքն է, դա Սերժ Սարգսյանի կառավարության շնորհքն է։ 2017 թվականի նոյեմբերին ստորագրված ՍԵՊԱ-ն առ այսօր համարվում է, մնում է նիկոլական պրոպագանդայի համար խեղաթյուրված եվրոպական արժեքների, ձախողված ռեֆորմների ամենալուռ եւ միաժամանակ կարևոր վկան։ Այդ պայմանագիրը 17 թվականի նոյեմբերին կնքված իրականում պետք է Հայաստանը դարձներ եվրոպական ստանդարտների պետություն։ Այն, ինչ անում է Նիկոլը 18 թվականից սկսած, ոչնչացումն է բոլոր այն արժեքների, որոնք դրված են եվրոպական քաղաքակրթության հիմքում։ Եվրոպական որևէ գործիչ, որևէ քաղաքացի, որևէ երկիր ժամ անգամ չէր հանդուրժի Նիկոլի նման իշխանություն սեփական պետությունում, եթե այդ իշխանությունը պետք է վաճառեր այդ պետության արժանապատվությունը, խաչ քաշեր այդ ժողովրդի ապագայի վրա, տարածքներ զիջեր, սարքած պատերազմ պարտվեր եւ ամեն ինչ այնինչ արեց Նիկոլ Փաշինյանը այս 7 տարիների ընթացքում։ Մեր հավաքը հակաեվրոպական չէ, մեր հավաքը պրոեվրոպական արժեքների է, մեր հավաքը հանուն արդարության է եւ արդարադատության, մեր հավաքը հանուն ազատության է, մեր հավաքը հանուն օրենքների գերակայության է, մեր հավաքը հանուն ժողովրդավարության է։ Այն ամենը, ինչ այսօր պակասում է նիկոլական Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության իրական դեմքը ոչ թե մարզամերգային համալիրը պճնեղ զարդարած եւ շոուի հարթակի վերածած կազմկոմիտեն է, այլ իրական դեմքը այստեղ է եւ այն բոլոր տեղերում, որտեղ կան ակցիաներ։ Ոստիկանների թիվը նայեք, հարգելիներս, սա ժողովրդավար պետության, ժողովրդավարական հավաքի այցեքարտն է, այսինքն մեզ խանգարում են բարձրաձայնել մեր ձայնը, խոսել ու մեր բողոքը հայտնել պատրվակով, որ կա ժողովրդավարական սամիտ, լուրջ, այս սա է ժողովրդավարության իրական, ավարտեմ նոր, սա է ժողովրդավարության իրական այցեքարտը, այն ոստիկանական ուժերը, որոնք առաջ են քաշվել մեր հավաքին ընդառաջ, այն ոստիկանական ուժերը, որոնք այսօր խոչընդոտում էին արցախահայերի կողմից բաց նամակի հանձնումը եւ ԵՄ ղեկավարներին, սա է ժողովրդավարական Հայաստանը։ Ես հետևել եմ բոլոր այն գաղաթաժողովներին, որոնք եղել են այս ընթացքում, ոչ ԵՄ անդամ երկրներում, մասնավորապես Ալբանիայում եւ Մոլդովայում, եւ ոչ միտեղ նման խայտառակ ջանքեր, նման խայտառակ ռեպրեսիվ ռեսուրս այդ իշխանությունները չեն գործածել։ Ոչ միտեղ հանուն ժողովրդավարության չեն սահմանակ փակել ժողովրդավարական ազատությունները այդ քաղաքացիների։ Մենք հիմա կհավաքվենք, այստեղ եւս մի 10-15 րոպե կսպասենք, որտեղ բոլորին ազդարել են, որ ժամը 3-ին ենք շարժվելու։ Ուզում եմ բացատրել, թե ինչու ենք այստեղ։ Շատ կարևոր է դա։ Այո, նիկոլական իշխանությունները
Կիևյան կամուրջով դեպի մարզամերգային համալիրի հարակից աստիճանավանդակ եւ հրապարակ տեղ են բաց թողել, որ մարդիկ գան իրենց գոլոշին հանեն գնան, բայց այդ տեղը ցավոք սրտի տեսանելի չէ եվրոպական որևէ մասնակցի համար։ Իրանք դիտավորյալ փակել են հենց այս ճանապարհները, հիմա որ նայեք հաղթանակի կամրջով դեպի Հրազդանի մարզադաշտ ու Ծիծեռնակաբերդ, որովհետև եվրոպական առաջնորդները հենց այս ճանապարհներով են գնալու գան եւ մեր բողոքի ձայնը այնտեղ տեսանելի կլիներ ի տարբերություն այն վայրի, որտեղ Նիկոլենք մեծահոգաբար թույլատրում են եւ ուղղորդում են ընդդիմության բոլոր ակցիաներին։ Կներեք, ես դրսին այս կգուզա։ Պարոն Աշոտյան, դուք ոստիկանների թիվը համաձայնեցիք այսպիսի դեպքերում նախարարությունը պատասխան ունի, որ յուրաքանչյուր ակցիայի ժամանակ մասնակիցների անվտանգությունն են փորձում ապահովել եւ ինչ է կարծում նպատակը ձեր քայլերթը թույլ չտալն է առաջ շարժվելն է։ Տեսեք, ցանկացած իշխանություն, իսկ նիկոլականները այդ տեղ հմտացել են կատարելության աստիճանի, ունի ցանկացած որոշման պաշտոնական 4-5 նախադասանոց որևէ բան իրականում չասող, բայց ֆորմալացնող իրենց իրական ցանկությունները բացատրություններ։ Այդ բացատրությունները ունեն 0 արժեք, որովհետև ես արդեն ասացի, ես հետևել եմ նույն Վենսի օրինակով բերենք, Վենսի այցը Ռոմ հիշում եք։ Դուք հիշում եք մարդիկ ոտ-ոտ դուրս եկան այդ բանից, դալանից ու ոտքով քայլեցին, մեքենաները ոչ մեկ չէր արգելափակել, մեքենաները հանգիստ Ռոմի բանուկ Ռոմում էր թե Միլանում էր ոնց։ Բանուկ փողոցներով անցան։ Հիշում եք մեր մոտ Վենսի այցը։ Ոնց էին սահմանափակել ու չորացրել Բաղրամյանի պողոտան, ոնց էին մեզ դուրս մղել այն բաների մեջ ծառերի ու թփերի տակ, որ հանկարծ մեր ձայնը լսելի չլինի ԱՄՆ փոխնախագահի համար։ Այսինքն այստեղ էլ կան եվրոպական օրինակներ եւ պարզ է, որ այստեղ այս պարագայում անվտանգության անվան տակ իրանք իրականացնում են ցենզուրա։ Հայաստանի շուրջ կա տեղեկատվական բլոկադա, որ միասին կառուցել են Նիկոլենք եւ Նիկոլի գեոպոլիտիկ հովանավորները։ Հայաստանի շուրջ այդ տեղեկատվական բլոկադան պետք է ճեղքել առանձին ակցիաներից միջև այսպես կազմակերպված միջոցառումներ։ Եվ այո, այս պաստառները եւ մեր ցանկությունը շարվելու ամբողջ ուղեցրի վրա, որով իրանք պետք է հետ գնան Ծիծեռնակաբերդից միջև կոնյակի գործարան, հենց այդ տեղեկատվական բլոկադան ճեղքելու մասին է։ Ինչ ենք մենք անելու, շատ պարզ։ Կանգնելու ենք բացառապես մայթերին իրարից 2-3 մետր հեռավորության վրա, կենթանի շղթա կազմենք, որպեսզի անցնող գնացող մեքենաները տեսնեն Հայաստանի իրականությունը, տեսնեն Հայաստանի քաղբանտարկյաններին, տեսնեն այն, ինչ որ մենք արտահայտել ենք մեր պաստառներով, դա անվտանգությանը խանգարում է, չէ, դա խանգարում է Նիկոլի հեքիաթասացությանը, դա խանգարում է Հայաստանի շուրջ փչած ժողովրդավարական փուչիկին, դա խանգարում է այն տաշի-տուշիներին են գունավորությանը, որոնք այսօր իրանք փորձում են հրանցնել մեզ որպես նոր իրականություն։ Հայաստանի նոր իրականությունը այդպիսին չէ։ Հայաստանի նոր իրականությունը քաղբանտարկյաններն են, եկեղեցու վրա ճնշումներն են, արցախայության ոտնահարված իրավունքներն են, հայաթափված Արցախն է, մեր ռազմագերիներն են Բաքվում ու բազմաթիվ այլ խնդիրներ։ Սա է մեր իրականությունը։ Ինձ բացատրեք, խնդրում եմ, ինչով եմ ես խանգարում Տիկին Մելոնիի անվտանգությանը, եթե իր կորտեժի դիմաց բարձրաձայն եմ կանդալների վերածած այս սիմվոլը, ինչով եմ խանգարում։ Սա քաղբանտարկյալների Սա բոլոր ազատությունների սահմանափակման, սա բոլոր շղթայված Հայաստանի մասին է, այս մեր պաստառները, մեր խորհրդանիշները դրա մասին են։ Նորից եմ կրկնում, հանուն ժողովրդավարության հավաքի կազմակերպած ակցիայի ժամանակ խոչընդոտել ժողովրդավարական ֆունդամենտալ պրիմիտիվ ազատությունները, ինչին հիմա ձգտում է այս իշխանությունները, գնացեք Կիևյանի մոտ, տեսեք այսքան ոստիկանություն կա ավտոբուսներով հավաքված, չէ, որովհետև գիտեն, այնտեղից իրանք ապահով տեղ են ստեղծել, ճիպային հիշում եք, տես տեղեր կա, լավագույն տեղը նկարվելու։ Ես ողջունում եմ իմ բոլոր ընդդիմադիր գործընկերներին ու քաղաքացիներին, որոնք հիմա Կիևյանի մոտ են կամ մարզամերգայինի աստիճանի մոտ են, այո, թող իրանք պահեն այդ ճակատը, մենք էլ ուզում ենք պահենք այս
այս ճակատը հետևից այսպես ասած, ինչպես կասեր Մարդամեկ ով իրան հետևից գրկեց, այս նրբիկ գրկելով եվրոպական սամիտը եւ ցույց տալով իրականությունը Հայաստանի մասին, որտեղ աստեղ անվտանգության խնդիր, որտեղ աստեղ անվտանգության սպառնալիք։ Ավելին ձեզ ասեմ, սա ասում եմ նախապես ՀՀ ոստիկանության կամ ներքին գործերի նախարարության կայքում, նախապես հրապարակված փակվող փողոցների ցանկում, ուրեմն կա հետևյալ ձևակերպումը. այսօր փակա երթևեկությունը, ոչ թե քայլելը։ Փողոցները փակ են երթևեկության համար։ Ինձ մի հատ ռուլով մարցուց տվեք ստե։ Հեծանի ոսկի մեկը չկա, սկի սահմակատով մեկը չկա, որ երթևեկելու է։ Մենք չենք երթևեկելու, մենք քայլելու ենք ու կանգնենք մայթերի վրա։ Ինչի սահմանափակումը ոստիկանության պաշտոնական կայքեջում չկա։ Սա նոր հորինված սահմանափակում է, որի նպատակն է խոչընդոտել հենց այս ակցիան։ Դեռ իրանք կեսից իմացել են մենք ինչ ենք անելու, մտածել են ճամփեքը փագեն հերիք, հա, երբ որ մենք մտածել ենք, որ բացառապես մայթ եզրերով խաղաղ կանգնելու ենք լուր եւ պլակատներով, ջոգել են, որ բան են արել, տեղ են թողել, այսպես ասած, եւ հիմա այդ տեղը փորձում են ակպորինի հակաօրինական մեթոդներով փակել, որովհետեւ իրանց հայտարարված նախապես փակված փողոցների ցանկում չկա հետիոտ տնների շարժման արգելք, չկա։ Բանավոր են փոխանցել, պարոն Աշոտյան, որ սահմանափակում չեք տեսնում, այսինքն դուք ուղղակի կանգնած են դրա համար, գուցե թույլ տան, որ շարժվի։ տեսնենք, գուցե թույլ տան։ Ես նախապես զգուշացնում եմ, եթե թույլ չտան, էլ ավելի մեծ խայտառակ են լինելու, որովհետև նորից կրկնեմ, ես ուզում եմ տեսնել եվրոպական սամիտի կադրերի կողքին կադրեր, որտեղ նիկոլական իրավապահ համակարգը խոչընդոտում է ժողովրդավարական, խաղաղ, ազատ ցույցերին եւ պիկետներին։ Ես ուզում եմ դա տեսնել։ Եթե մի քիչ խելք ունենան, այս մարդկանց վատ վիճակի մեջ չեն դնի, կհանեն այստեղից, ընդհանրապես կապահովեն մեր անվտանգ անցումը եւ մեր ակցիայի լուր իրականացումը։ Այս բոլոր ակցիաների մեջ կեն որոշը խանգարել հենց այս մեկը, հենց մեր նախաձեռնածը, որին միացել են ոչ միայն հանրապետականներ, բազմաթիվ շարքային քաղաքացիներ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, այլ քաղաքական միավորումների ներկայացուցիչներ, դուք կտեսնեք, որ այստեղ ՀՀԿ ակցիա չի, սա վրդովված եւ իրական եվրոպական արժեքներին հավատող քաղաքացիների բողոքի ձայնն է։ Եվ տեսնում, որ հատկապես ինչպես նշեցիք ձեր ակցիան։ Որովհետեւ էս է խանգարելու, այս ակցիան է խանգարում, այսպես ասած, իրանց փուչիկ փչելու ցանկությանը, որովհետև փողոցներում, որ մենք կանգնենք պլակատներով եւ սպասենք մինչեւ ժամը 5:30, երբ որ պրծնելու է իրանց հավաքը, այդ կորտեժները չեն կարա այսքան մարդ պլակատներով չնկատեն։ Չեն կարա չնկատեն։ Դայբոք, դրա համար եմ նախապես ասում, եթե հավի չափ խելք ունենան, կթող այս մարդկանց կհանեն ոստիկաններին, հետ կկանչեն, նեղություն չեն տա այս տղերքին, մենք էլ խաղաղ մեր ակցիան կանենք, մինչև 5:06 կկանգնենք, ու ես վստահեցնում եմ, լիքը մարդ այդ կորտեժներում հնարավոր չի չտեսնել 200 պլակատ։ Դա հնարավոր չի, անգամ եթե բանի է լույսի արագությամբ սլանան, մեկը տեսնելու են։ Դրա համար եմ ասում, մեր բոլոր քաղաքացիներին մեր ամերաշխությունն ենք հայտնում, որ հիմա մարզամերգային հրապարակի աստիճանավանդակի տակ են, շատ լավ են իրանք անում, այո, դա էլ է պետք անել, բայց իրենց խնդրում եմ այնտեղ ուշադիր լինել, որովհետև այստեղ տեսնում եք, Նիկոլը արդեն մոբիլիզացրել է ոստիկանական ուժեր եւ հանուն ժողովրդավարության հավաքի հակաժողովրդավարական ակցիաների դիմում, հա։ Ես հիշում եմ վիետնամական պատերազմի ժամանակ հիպիները Ամերիկայում ցույց էին անում, կներեք աղջիկներ ջան, դա լիքը նկարների վրա կա էլ է այդ նկարը, ասում է, այդ հիպիները, որ ցույց էին անում ԱՄՆ իշխանությունների դեմ, իրանց կարգախոսը հետևյալն էր, ասում է, ռմբակոծել հանուն խաղաղության, նույնն է ինչ որ կենակցել հանուն կոսության։ Այդ հիպիների բանն էր, լոզունգն էր։ Հիմա հակաժողովրդավարական մեթոդներով ժողովրդավարական հավաք ապահովել, այդ նույնն է ինչ որ կենակցել հանուն կոսության կամ բանալով, ռմբակոծելով ապահովել խաղաղություն։ Լսում եք, չէ՞, այդտեղ բարձրաստիճաններ։ Ֆիքսեք, ասեք, հանձնարարեք, բացեք, գնանք ճշմարտությունը ասենք։ Սա անում ենք նաև ձեր խղճի համար, ձեր երեխաների ապագայի համար։
Պարոն Աշոտյան, պաստառներից նաև հասկանալի է, որ խնդիրներից մեկն է, որ ուզում եք բարձրաձայնել քաղբանտարկյալների առկայության հարցն է։ Ես կուզեի կոնկրետ դրվագով մի փոքր խոսեիք, այսինքն ինչ եք ուզում հասցնել բարձրաստիճան պաշտոնյաների, ձեր գնահատմամբ ովքեր են այժմ Հայաստանում քաղբանտարկյալներ, ինչի համար են բանտարկված։ Ես մոտիկ գամ։ Ես ունեմ տասնապատիկ բարոյական իրավունք խոսելու երկրում քաղբանտարկյալների մասին, որովհետև ընդամենը տարի առաջ նրանցից մեկն էի եւ այսօր լինելով ազատության մեջ իմ պարտքն եմ համարում խոսելու իմ բոլոր այն հայրենակիցների անունից, որոնք այսօր զրկված են խոսելու իրավունքից իրենց անազատության պատճառով։ Եվ սա ինձ համար բարոյական իմպերատիվ է, իմ կուսակցության համար բարոյական իմպերատիվ է, որովհետև մենք չենք բաժանել քաղբանտարկյալներին, յուրայինների եւ ուրիշների։ Այսօր էլ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Դավիթ Համբարձումյանը կալանքի տակ է, այսօր էլ բազմաթիվ հանրապետականներ քաղաքական հետապնդման են ենթարկվում։ Այսօր սրբազանների հետ կապված քաղաքական հետապնդումները շարունակվում են, Բագրատ Սրբազանից սկսած լկտիաբար դուք պատկերացնում եք ինչքան են ատում իրանք Բագրատ Սրբազանին, որ բոլորին քիչ թե շատ փորձել են եվրոպական սամիտին ընթառաջ բանը թույլատնել ռեժիմը, մեկին տնային կալանք են տվել, մեկին վարչական են տվել եւ այլն, եւ միայն Բագրատ Սրբազանին եւ իր մտերիմ շրջապատին է, որ շարունակում են մուռ հանել նրա համար, որ Բագրատ Սրբազանը հրապարակ է լցել, մուռ հանել նրա համար, որ ժողովուրդը հավատացել է Բագրատ Սրբազանին եւ գնացել է իր հետևից։ Ես այդ ժամանակ կալանքի տակ էի, անձամբ չեմ մասնակցել ցույցերին, բայց հիշում եմ բանտախցում միացած հեռուստացույցով, ինչպես է լուսավորվում եւ լիցքավորվում Բագրատ Սրբազանի խոսքից, կադրերից եւ այն ապագայից, որ ժողովուրդը կապում էր իր հետ։ Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այսօր 50-ից ավել են։ Մենք այսօր տեսնում ենք, որ նույն ուժեղ Հայաստանի դեմ հակաքարոզչության մեջ օգտագործվող բոլոր այդ կեղտոտ հնարքները ամենակարևորը արմեղության կանխավարկածի եւ անձնական կյանքի անձեռնմխելիության ոտնահարումը բերում է նոր կալանքների։ Մենք տեսնում ենք, որ լրագրողներ կան, որոնք առ այսօր իրենց խոսքից զրկված են, նույն Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկը Սամսոնյան։ Մենք տեսնում ենք, որ կան տարբեր քաղաքական ուժերի սատարողներ, Արթուրից սկսած Սարգսյան մինչեւ Իգորը Դաշնակցական, ում ազատությունները նույնպես սահմանափակված են։ Ինչ ուղերձ եք ուզում հղել։ Ուղերձը շատ պարզ է։ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ։ Նիկոլին սատարելով դուք կործանում եք Հայաստանը, դուք միասին խոստանում եք մեզ տանել Բրյուսել, այնինչ տանելու եք Անկարա։ Ձեր իսկ մասնագետների ու փորձագետների գնահատմամբ չկա գետ 1 միջազգային ինդեքս ռեպորտ, որտեղ Հայաստանը դիտվի որպես իրական ժողովրդավարություն։ Էկոնոմիստը մեզ դասում է հիբրիդային ռեժիմների շարքին, Freedom House-ը ձախողված կամ թերի ժողովրդավարությունների շարքին, Heritage Foundation-ը ռեպրեսավորված կամ ճնշված օրենքի գերակայություն ունեցող երկրների շարքին, հերիք է անեք հիպոկրիսիա, այսպես ասած։ Ձեր զեկույցներում գրում եք քիչ թե շատ ճշմարտությունը, իսկ գալիս եք այստեղ եւ լոլոներ կարդում Հայաստանի ժողովրդավարության մասին։ Ես դա կարող եմ ասել ոչ միայն որպես քաղաքացի, նորից կրկնեմ, այլ նաև որպես մի կուսակցության ներկայացուցիչ, ում ընկերները առ այսօր նստած են եւ զրկված են այդ ազատություններից։ Այլ հարցեր։ Պարոն Աշոտյան, Մակրոնը նաև խոստացավ, որ Ալիևի հետ կխոսի Բաքվում ապօրինի պահվող գերիների մասին, ըստ ձեզ։ Ես Ֆրանսիայի նկատմամբ ունեմ ամենաջերմ զգացողությունները եւ վերաբերմունքը, ավելին նախագահ Ֆրանսուଆ Օլանդի օրոք արժանացել են ֆրանսիական պետական պարգևի եւ շնորհակալ ու հպարտ եմ այդ պարգևի համար եւ սիրում եմ Ֆրանսիան եւ իր ժողովրդին ոչ միայն պատմական հայ-ֆրանսիական կապերի, այլև իմ անձնական կյանքում աճի եւ կայացման մեջ ներդրված հսկայական ավանդի համար, որովհետեւ պատիվ եմ ունեցել 2000-ականների սկզբին սովորել են Ֆրանսիայում։ Ես սիրում եմ այդ երկիրը, ես սիրում եմ այդ մշակույթը, ես սիրում եմ այդ քաղաքակրթությունը, այդ ժողովրդին։ Եվ ես կարծում եմ, երբ որ այդ ժողովրդին ներկայացնում եմ մի մարդ, ով գալիս է այստեղ եւ Նիկոլի խաթր ստեր է խոսում, ասելով, որ 8 տարի առաջ ոչ մեկ չէր գա Երևան, այն դեպքում, որ նախորդ նախագահների օրոք առնվազն ինտերնետում ինչ որ ես գտա, եկել է եւ Ժակ Շիրակը, եկել է եւ Նիկոլա Սարկոզին, եկել է Ֆրանսուଆ Օլանդը, 17 թվականի նոյեմբերին ստորագրվել է ՍԵՊԱ-ն, ոնց կարելի է նման
ցածրորակ ստեր խոսել։ Ես հետևաբար չգիտեմ Ֆրանսիայի ներկայիս նախագահին ինչին հավատամ, ինչին չհավատամ, բայց ես մաղթում եմ բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին այդ քաղաքակրթությանը արժանի ղեկավարություն 27 թվականի ընտրությունների։ Պարոն Աշոտյան, Ալիևի ելույթը այսօր ինչպես է գնահատում եվրոպացիներին ուղղված նաև Արցախի իշխանություններին։ Տեսեք, ես այսքան խոսում եմ ու զսպում եմ ինձ, որպեսզի մնամ բարեկրթության եւ քաղաքակրթության մեջ, բայց այն ինչ որ դուք ինձ հիմա հարցնում եք, եռացրել է իմ արյունը, ներվայնացրել է ինձ էկրանից այս կողմ, որովհետեւ այս նիկոլական համերգը, այսպես ասած, շոուն կազմակերպել են Հայաստանի բյուջեով, հայ ժողովրդի հաշվին, իսկ ըմբոշխնում է այդ շոուն Ալիևը։ Երբ որ գալիս է, հաթաթա է տալիս, մեր ռազմագերիներին համարում է ռազմական հանցագործ, Արցախյան շարժումը համարում է սեպարատիզմ, սա, ինչ ասեմ, ոնց որ մեկի տունը գաս, հյուր, թեպետ հեռավար կարգով այս պարագայում, հաց ուտես, մի հատ էլ կներեք, թքես այդ կացայի մեջ, որից կերել ես ու գնաս։ Սա է Ալիևի պահվածքը։ Ալիևը նույն Ալիևն է, ցավոք սրտի Հայաստանի իշխանությունները նույնը չեն, ինչ մինչև 18-ը։ Չունեն թասիբ, չունեն արժանապատվություն եւ չունեն ցանկություն հանուն պետության ապագայի իրականում ասել տղամարդավայել խոսք։ Ուրիշ, շնորհակալ եմ։